Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար ներկայացնել մի փոքրիկ գնումներ։ Ուրեմն գնումների կատարել ենք մեր կողքը, այսինքն փողոցը այն կողմ գտնվող Կղոնտ ֆղի խանութից եւ ներկայացնեմ, թե ինչ եմ գնել այսօր, հենց ուղղակի 10 րոպե առաջ։ Այսպես գնել ենք ուրեմն այսպեսի փոքրիկ տուփով արկղ է կարելի ասել, մոշ, ես անցած անգամ շփոթվեցի ու ասեցի, որ հաղարջ է, բայց իրականում մոշ է, ապրեք դուք, լվացված չէ, այդ պատճառով չեմ փորձում, վերջում կփորձեմ, ձեզ կասեմ թթու է, թե քաղցր է։ Մի խոսքով, մեծ, բացեք, այսպիսի, տեսեք, մոշ է, ասեմ, որ քանի կիլոգրամ է, չգիտեմ էլ քանի, 1 կիլոգրամ է ընդամենը։ Ուրեմն ձուկ եմ վերցրել, այս ձուկը այսպես առանձին տուփերի մեջ եմ վաճառում ու կոչվում է սումո ձուկ է սա, կարմիր ձուկ է, հայերեն սաղմոն երևի, որքան որ ես հիշում եմ, երկու տուփ եմ վերցրել, արժե ամեն մի այս կտորը արժե 5.58 եվրո։ Ելակ եմ վերցրել, այստեղ ասեմ, որ ելակը արդեն երևի վերջանում է, որովհետև բավականին թանկ է ելակը, այս մի տուփը 3.50 է։ Վերցրել եմ այսպիսի համեմունքներ, ուրեմն մի րոպե ակնոցներս հագնեմ, այս համեմունքները խառնուրդ են, այստեղ խառնված է, սա միսը մարինատ անելու համար, համեմելու համար է և խառը կանաչիներ են այստեղ, իսկ սա կարմիր պղպեղ է, օրիգանո է, սև պղպեղ է և պույվղոն, չգիտեմ պույվղոնը որն է, ինչն է, նոր կարդացի, կթարգմանեմ, հետո տեղակ կպահեմ, մի անգամ եմ ես սա օգտագործել, շատ համեղ համեմունք է, չնայած որ բավականին թանկ է։ Այստեղ ծիրան եմ վերցրել, ուղղակի ոչ թե ուտելու համար, որովհետև ինչ-որ բան պատրաստելու համար, որովհետև ուտելու համար դե իհարկե շատ կվերցնենք, այդքան էլ համեղ չէ, այդ պատճառով շատ չենք վերցնում։ Այսպիսի ծիրաններ են, ասեմ, որ ծիրանի համ բացարձակ չունի և բավականին թանկ է։ Այսպիսի լոլիկ ենք վերցրել, լոլիկը լավն է, իհարկե, տեսեք, կարծես մեր հայկական դաշտում աճող լոլիկ լինի, ունեինք այդ պատճառով քիչ եմ վերցրել, կեռաս եմ վերցրել, բավականին լավն էր կեռասը, անցած անգամ վերցրեցինք թույլ էր, արդեն շատ հասած էր, իսկ սա բավականին ամուր ու լավ, շատ քաղցր է իհարկե, ֆրանսիական է, Իսպանիայից բերված չէ, վերցրել եմ նուշի ալյուր, շատ լավ բան ենք պատրաստելու միասին, ինձ թվում է բոլորդ էլ կուզեք տալ տեսնեք, շատ հետաքրքիր խմորեղեն է, միասին կպատրաստենք։ Այստեղ վերցրել եմ տորթի գույներ, վերջացել են իմ գույները, կիտրոն ենք վերցրել, այսպիսի առողջ լավ կիտրոններ են։ Վերցրել եմ սեղ, նոր էր, սա միշտ երկար տեսակի սեղն ենք վերցնում, այսօր սա էլ կար, նորություններ իհարկե, և վերցրեցինք, փորձենք տեսնենք, հոտը լավն է։ Եվ վերցրել ենք ձմերուկ։ Այսպիսի ձմերուկ ենք վերցրել, իհարկե, գրված չէ, ինձ թվում է սա իսպանական է, շատ համեղ ձմերուկ է, բայց շատ թանկ է, 1 կիլոգրամը 250 եվրո արժե, բայց շատ լավն է
երբեք չի լինում, որ այս ձմերուկը հասած չլինի կամ լավը չլինի։ Այդ պատճառով ես նախընտրում եմ սա, որովհետև մեր գլխի խանութում վաճառում են շատ մեծ ձմերուկներ, իսկ այդ ձմերուկները Աստված գիտի, մեկ անգամ լավ է լինում, 10 անգամ լավ չի լինում։ Այդ պատճառով ես միշտ սա եմ վերցնում, այս անգամ մի փոքր էին, սովորաբար մի փոքր մեծ են լինում, այսօր այսպիսի չափսի էր։ Այսքանը մեր գնումները սա է, եւ այս ամենին վճարել եմ 89 եվրո։ Սիրելիներս, հիմա ես մի փոքր հավաքեմ ու ուզում եմ կարդալ ձեր անունները շատ արագ ձևով, գիտեմ, որ ձանձրալի է, բայց կարծես մեղավոր լինեմ, որ չեմ կարդում այն բոլոր մարդկանց անունները, որովհետև հավաքվել է արդեն 4 շաբաթ YouTube-ը ինձ անուններ է ուղարկում, իսկ ես ժամանակ չեմ գտնում, որ կարդամ։ Այսօր կարճ տևեց, առևտուրը հիմնականում անունները կարդալու համար այս եթերը մենք արեցինք եւ մի փոքր հավաքեմ ու միանամ ձեզ։ Ուրեմն մենք մեր պատշգամբում ենք հիմա ու ուզեցինք, որ շատ շոգ է մեզ մոտ, ուզում եմ նշել, որ շատ շոգ է, 33 աստիճաններ, այսօր պիտի լինի 33, առայժմ 28-29 աստիճան է։ Հիմա կարդամ մեր, այսինքն ձեր բոլորի անունները։ Ուրեմն ամենաառաջի շաբաթից սկսենք։ Ուրեմն YouTube-ը ինձ ուղարկել է ամենաառաջի շաբաթը 4 շաբաթ ուղարկել է, արդեն նշեցի, Անուշ Հովսեփյան, Կարինե Ապրեսյան, Արուս Վալեսյան, Սյուզաննա Հարությունյան, Գայանե Ավաքյան եւ Գայանե Անթանեսյան։ Սա առաջին շաբաթը։ Շնորհակալ եմ բոլորիցդ իմ սիրելիներ, շատ շնորհակալ եմ ձեր ակտիվ հետևելու համար, ձեր ակտիվ մասնակցության համար իմ եթերներին, շատ գեղեցիկ մեկնաբանությունների համար եմ շնորհակալ եմ սրտանց։ Անցնենք երկրորդ շաբաթը, ուրեմն Իվան Իվանով, մենք գիտենք, որ Մարգոն է դա, Բարի Ախուրժակ, Արմինե ջան, արդեն գիտեն բոլորը, որ դու ես, Կարինե Ապրեսյան, Աիդա Դավթյան, Կարինե Սարգսյան։ Ուրեմն ասեմ, որ բացի Աիդա Դավթյանից, որ ինձ ուղարկել է 5 մեկնաբանություն եւ ուրեմն Աիդա Դավթյանը ինձ ուղարկել է 5 մեկնաբանություն եւ 2 հավանության նշան է դրել, մյուսները բոլորը շատ են, 100-ից ավել, 98, 100, 173, Կարինե Սարգսյանը 173 անգամ հավանել է, մի խոսքով բոլորիցդ շնորհակալ եմ, իմ սիրելիներ, այնպես որ YouTube-ը հաշվի չի առնում, ով շատ ունի մեկնաբանություն կամ հավանության նշաններ, ուզում եմ ասել, որ ովքեր որ շուտ են միանում ու ես այդպես էլ հասկացա, ու նայում են, դիտում են եւ հավանում են, հավանության նշանին է սեղմում, այդ մարդկանց անուններն էլ է առանձնացնում YouTube-ը։ Երրորդ շաբաթը Անահիտ Գասպարյան, Գյուլվարդ, Գայանե Ավաքյան, Օդետ Շամիրյան եւ Անահիտ ջան, քո YouTube-ի անունն է Անահիտ AS։ Մի քանի Անահիտ ունեմ, այդ պատճառով նշում եմ։ Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ, նորից եմ ասում, ձեր գեղեցիկ բառերի, ձեր բարի ու հարազատ մեկնաբանությունների համար անսահման շնորհակալ եմ, ինչպես որ ես միշտ գրում եմ, որ իրականում ես ձեզանից անսահման շնորհակալ եմ։ Եվ իհարկե 4-րդ շաբաթվա մեր անունները Մարինե Կարամֆիլյան, Ռոզա Ստովալ, Ռոզա ջան, չգիտեմ ճիշտ եմ կարդում քո ազգանունը թե ոչ, այդպես է գրված, Ալա Դանիելյան, Արև Հակոբյան եւ Ժենյա Գևորգյան։
Ժենյա Գևորգյանը իհարկե իմ նոր հետևորդն է, որ շատ ակտիվ է եւ չնայած որ հիմա Ռուսաստանում է, վատեն այնտեղ YouTube-ը փակ է, մի կերպ չգիտեմ ինչպես, ինչ ուրիշ ցանցերով նայում են, բայց Ժենյա Գևորգյանը անպայման գտնում է, միանում է, գրում է, նոր է միացել, բայց նայել իմ բոլոր հին ու նոր տեսանյութերը ու անպայման բոլորը մեկնաբանում է։ Շնորհակալ եմ բոլորիցդ, առանձնահատուկ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր իմ մյուս հետևորդներին, ովքեր նոր են միացել մեր ալիքին ու հետևում են շատ ակտիվ, գրում են ինձ, որ նոր են միացել, որտեղ են ապրում, իհարկե գրում են, բայց կան մարդիկ, որոնք գրում են, բայց ես չգիտեմ, քանի որ նոր են ինձ միացել, ես չգիտեմ որտեղից են ինձ հետևում, եթե դժվար չէ իմ նոր միացած հետևորդներ, խնդրում եմ գրեք որտեղից եք ինձ հետևում։ Այսքանը նորից ու նորից շնորհակալությունս եմ հայտնում, սրտան շնորհակալ եմ ձեզ, ապրեք բոլորդ էլ, որ աջակցում եք իմ ալիքին, որպեսզի տարածվի եւ մենք շատ լինենք, չնայած որ դանդաղ, բայց առաջ ենք գնում։ Իհարկե հիմա ամառ է, դիտելիությունը այդքան էլ լավ չէ, մի տեսակ կարծես չեն էլ դիտում, բայց սա է իրականությունը։ Այսպես, նորից ու նորից բոլորիցդ շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոց։